Հայոց լեռնաշխարհից եւ Arnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, դուք դիտում եք առաջին ռազմայնասիրականը եւ քանի որ սա հետ անկախատոնական հաղորդումն է, շնորհավորում ենք բոլորիդ սեպտեմբերի 21-ը։ Շնորհավոր 22-ամյակդ Հայաստան ջան, զգուշացնում ենք միանգամից, որ որոշ կուսակցություններ քեզ կոչ են անելու կորցնել կուսությունը 26 տարեկանում, բայց մի լսի նրանց։ Արա ինչ անում ես, երբ ուզում ես, ում հետ ուզում ես, կարևորը սիրով լինի, առանց պարտադրանքի։ Ցանկալի է ինքնաբուխ ու հանրաքվեով։ Լավ, շատ խորացա։ Մի խոսքով այսօրվա հաղորդման մեջ դիտեք։ Անկախության տոն եւ Ռաֆի Հովհաննիսյանի վերադարձը։ Մեդիա գրագիտության դաս եւ գլխավոր դատախազի հեռանալը։ Հսկայական շտրուդել Երևանի կենտրոնում։ Բանավեճ ադրբեջանական ոճով։ Մերկելը հաղթեց, ինչ կապ ունեն հանրապետականները։ Եվ այսպես անկախության տոնը նշվեց Հայաստանում մեծ շուքով, իր բողոքի երթերով։ Պաշտոնական պարգևատրումներով։ Իր խոսքում նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին անկախության տոնի կապակցությամբ նշեց, որ մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ։ Եվ իհարկե ավանդական սեպտեմբեր 21-յան Նունե Եսայանով։ Հա, վիդեոն չկա, հա։ Լավ, պլան B դրեք։ Հաստատ ինքը չէր համերգ տալիս։ Չէ։ Լավ, բայց ինչի հենց Նունե Եսայանը։ Չգիտեմ։ Իսկ մենք վերադառնանք ոչ տոնական ձանձրալի մեր քաղաքական թեմաներին՝ հեղափոխություն։ Եվ այսպես ամռանը մեզ խոստացան, որ շուտով աշնանը իշխանափոխությունը տեղի ունենալու։ Այս աշնանը ոչ թե հատվածաբար, այլ համազգային հեղափոխություն պետք է տեղի ունենա։ Աշնան վերջին մնացել է 2 ամիս, այնպես որ մենք ուշադիր հետևում ենք այս խոստման իրականացմանը։ Իսկ այդ ընթացքում մենք ունենք մի փոքր բացահայտում։ Առաջին ռազմայնասիրականը բացահայտել է Ռաֆի Հովհաննիսյանի գաղտնի հոբին, որով նա զբաղվում է հեղափոխություններից ազատ ժամանակ։ Հաջորդ տեսանյութը գտել է մեր հետաքննող լրագրող Մհեր Խաչատրյանը եւ անկեղծ ասած մենք երկար ենք տատանվում արդյոք արժե ցույց տալ սա թե ոչ։ Միայն առաջին ռազմայնասիրականի եթերում դիտեք Ռաֆի Հովհաննիսյանի նախկինում երբեք չցուցադրված կադր։ Moisés lá no Monte Horeb sentiu o poder de Deus e a sarça não se consumia, era um mistério de Deus. Vem agora, não tenha medo, deixa esse fogo te acender, pois aqui tem esse fogo, e é esse fogo que eu quero ver, eu quero ver. Նախ թույլ տվեք ասել, ես ինչ լավն էր։ Հա, էլի, ու երկրորդը չի լինի մյուս տարի անկախության օրը ինքը համերգ տա։ Ինչպես գիտեք, Հայաստանում վերջերս բացվել է նոր աշխատատեղ գլխավոր դատախազությունում։ Իսկ այդ տեղը նախկինում զբաղեցրած Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնական կանոնակարգի բոլոր կետերը պահպանելով։ Պես պասեք անցնեն։ Այո, հին ու բարի ավանդույթի համաձայն հեռացող դատախազը պետք է համբուրի դուռը, ծարտնկի եւ դրսում ողջունի ԱՄՆ դեսպանին։ Բայց հիմա դրա մասին չենք ուզում խոսել։ Մեզ սկսում է թվալ, որ շատ լրատվամիջոցներ մոռանում են լրատվության նպատակը, մարդկանց իրազեկելը հրատապ եւ արժեք ունեցող թեմաների մասին։ Եվ արդյունքում հերթական անգամ բռնացնելով Գալուստ Գրիգորիչին սկսում են սենց հարցեր տալ։ Իսկ ինչպես եք վերաբերում պարոն Հովսեփյանի հուզիչ հրաժեշտին, պաշտոնին, աշխատակիցներին, դատախազության շենքին։ Հիմա ինչի եք այս հարցը տալիս։ Ինչ արշակում ինչպես եք վերաբերում դրանը հրաժեշտ տալուն։ Գուցե լրագրողը դասական գրիգորիչական շուլուխ է ակնկալում։ Գուցե, բայց երկրում հազար ու մի լուրջ բան է կատարվում, հազար ու մի լուրջ հարց կարելի է տալ, իսկ տրոլինգի համար գոյություն ունի այս երիտասարդը, Մհեր ջան, մի հատ կգաս։ Ահա, թե չէ սաղ տրոլինգ էր անում։ Մհեր ջան, ինչ ես կարծում այս հարցի մասին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, վայս մի եղեք իմ հացին, առանց էդ էլ ինձ տեղ լավ է, բարեբախտաբար պարոն Սահակյանը շատ բարեկիրթ պատասխան տվեց։ Բարեկիրթ։ Տեսել եք դռանը համբուրելուն։ Բարեկիրթ։
Ահա, դե շատ Մաչ նորմալ է արդեն վերջ կոմասը, հարմար չի ստեղ։ Շատ լավ պատասխան էր։ Հիմա կարելի է անցնել կարևոր հարցերին։ Դուք նման բան կանեիք։ Այո, որովհետև ՀՀ քաղաքացիներին այսօր, երբ ոչ մի այլ խնդիր չունենք, հետաքրքիր է արդյոք ՀՀ քարտուղարը հեռանալիս համբուրելու է դուրը, թե չի համբուրելու։ Սիրելի ժողովուրդ, եթե դու հնարավորություն ունենայիր պարոն Սահակյանին հարց տալ, դու ինչ կհարցնեիր։ Ես ինձ ամենաշատը հետաքրքրում է այդ դուռը պատճելու պահը։ Ոնց քեզ էլ։ Ավելի շատ հետաքրքիր է ինքը ազգային ժողովի դուռը կպաճեր, թե ՀՀԿ գրասենյակի դուռը։ Միած թափվի ժողովուրդ ջան, ամենաթեժ թեմաների թողած այնտեղ մաքսային միություն կա, Երևանում անդադ բողոքի ցույցեր են, ազատամարտիկներն են բողոքում, հարձակումներ են տեղի ունենում ակտիվիստների վրա։ Հիմա քեզ ի՞նչն է ամենաշատ հետաքրքրում։ Ինձ ամենահետաքրքիրը այնա Գալու Սահակյանը հուզվեց արդյոք Աղվան Հովսեփյանի հրաժեշտի տեսարանից։ Ինչ են արել քո այդ սերիալները։ Տնես այդ հարցը լրագրողի մտքով անցավ։ Իսկ դուք հուզվեցիք այդ տեսարանից, որ թե ինչպես էր գլխավոր դատախազը համբուրում դուռը, աղոթում։ Երբեք չէի կարծում, որ Գալու Սահակյանը կարող է զոհի դերում լինի, իսկ լրագրողը ագրեսորի։ Պարոն Սահակյան, այս հարցում մենք ձեզ հետ ենք, լուրջ։ Մի ենթարկվեք տրոլինգի, մի պատասխանեք սենց սադրիչ հարցերին։ Այստեղ ուզվելու խնդիր չկա, այլ պիտի հնարավորինս յուրաքանչյուր մարդ պիտի կարողանա պետության նկատմամբ զգացումները ինչ-որ ձևով արտահայտել։ Դե, էլի վատ պատասխան չի։ Լավ, հանգիստ թողեք էլի պարոն Սահակյանին կամ նորմալ հարց տվեք, ասենք Եվրոպայի հետ կապված ինչ-որ հարց։ Մեր շահը Եվրոպայից ո՞րն է։ Ժողովրդավարության մոդելավորումը տեղայնացնել Հայաստանում։ Այ տեսնում եք, որ նորմալ հարց եք տալիս, կարգին խելացի պատասխաններ են ստացվում։ Իսկ ի՞նչ է նշանակում ժողովրդավարության մոդելավորումը տեղայնացնել։ Չգիտեմ։ Իսկ սենց արտառոց հարցերը հնչել են նաև գլխավոր դատախազի հեռանալու պահին։ Նախ Աղվան Հովսեփյանը մի փոքր ամփոփեց իր աշխատած տարիները։ Դատախազության համակարգում աշխատում եմ արդեն շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում եմ դատախազության համակարգը։ 3 անգամ նշանակվել եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ։ Եվ երբ Աղվան Հովսեփյանը նշեց, որ 3 անգամ վերանշանակվել է, լրագրողը տվեց այս հարցը։ Իսկ ինչու եք պայմանավորված, որ երկրորդ անգամ վերանշանակվեցի, պարոն Հովսեփյան։ Ախր հենց նոր մարդը ասեց, որ 3 անգամ վերանշանակվել է, 3 անգամ։ Այնպես որ կամ պետք է հարցնեիք ինչու չեք ցմահ նշանակվել դատախազ, կամ պետք է ինչ-որ իրավապահ համակարգի բազմաթիվ խնդիրներից մեկի մասին հարց տաք եւ այդ դեպքում կստացվեր ինչ։ Լրագրություն։ Լսի դու ես նյուզրումը նայել։ Հա, լսել չեմ կարողանում sense բաները չնկատել։ Իսկ հիմա մի քիչ կտրվենք քաղաքականությունից եւ գնանք շոու բիզնես։ Իմաստը։ Իմաստը բազմաշերտ հաղորդում պատրաստելն է։ Հա, իմաստը։ Ինչ ես կպած իմաստը մանգալի։ Հյուրանոցային էջնա ու հերիք ամեն ինչի իմաստը փնտրես։ Իմաստն է։ Բարև ձեզ, այսօրվա Arm Comedy-ի եւ մեր բազմոցի հյուրն է սիրված հաղորդավար Արմեն Թադևոսյանը։ Բարև Արմեն ջան։ Արմեն։ Միկրոֆոնները ստեղ են։ Okay, նորմալ։ Հա, Արմեն ջան, դե միանգամից պետք է խնդրենք հստայտողների համար այդ քո հայտնի սիրված ֆրազը։ Քո բրենդային ֆրազը։ Դե լավ էլի տղերք, լավ էլի։ Դե տենց չեղավ։ Խնդրում ենք։ Ա դե լավ ուր գնում եմ նույն բանն է, լավ էլի։ Խնդրում ենք։ Չեմ կնեղանանք։ Լավ։ Իսկականից կնեղանանք։ Լավ, չի դզում։ Լավ։ Իմաստը։ Ինչ է իմաստը։ Իմաստը իմ հայտնի ֆրազան է։ Քո հայտնի ֆրազան այն չէր, որ իսկ հիմա դիտեք հաջորդ ուպսը։ Այդ ուրիշ հաղորդում է։ Հասցեն քոնը այն Comments։ Հա, comments։ Այսինքն ինտերնետ չունեցողներին ոնց որ մոտեցնում ես այդ Facebook-կային հնարավորությունները կոմենտներ։ Հա, շատ լավ է։ Տղերք հիմա ինչ եք ուզում ինձանից։ Ամեն մյուսները ուր են։ Ինչ մյուսներ։ Մենակ մենք ենք։ Վիտամինները 2 հոգով են։ Մենք վիտամին չենք, չէ։ Arm Comedy։ Մենք մի հոգեր ունենք, բայց նես չի որ երկուսը։ Մհեր, մի հատ արի մհեր։
Մեր երրորդ մասնակիցը Մհերը։ Իրան հիշում եմ, բարև մեծ։ Ոնց է։ Իրան հիշում եմ։ Մշային մերն եք հիշում։ Մհերը իդե պարոդիա էր, չի անում, լավ պարոդիաներ անում։ Կայք նմանակումներ անում։ Իմաստը։ Ոնց էր, այս ձեռը բան։ Լավ է, բայց իմաստը ո՞րն էր դրա, հասկացա։ Այսքան էր Arm Comedy հյուրանոցը, Արմեն ջան, կհանդիպենք մի շաբաթ, մեր հյուրն Արմեն Սադովոսյանը, Մհերին էլ տվեք։ Comments, comments։ Այսքանը։ Հա։ Ղեր, ուրեմն 5000 դրամը երկու օրը որ տվել էի, վաղը խնդրում եմ։ Բայց ինչի համար։ Այս ինչի համար ինձ կանչ։ Հարցազրույց է, շոու բիզնես է, Մեր ջան գնացինք, այդ հավը տանը։ Բայց լավ էր ստացվում։ Հա, շատ լավ, շատ։ Գնանք մեստեղ։ Չէ, Մհերի պահի։ Թողեք։ Մի արա Մհերի թող։ Չէ, Մհերին։ Մհերը ուզում եմ գնամ։ Ադրբեջանը պատրաստվում է նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 9-ին, ու Իլհամ Ալիևը երրորդ անգամ է մասնակցելու ընտրություններին։ Կամ ինչպես ասում է Ադրբեջանի ընդդիմությունը, Իլհամը հանում է արդեն։ Ադրբեջանը այս տարի որոշեց անցկացնել բանավեճ տեխնացուների միջև, իհարկե ըստ ԱՊՀ ձևավորված ավանդույթի ամենահավանական տեխնացուն Զալաչ ունեցավ դե մասնակցի։ Ընդհանրապես ԱՊՀ-ում այդքան մոդել չեն բանավեճերը, ու հիմա կտեսնենք ինչու։ Şahsen İlham Aliyev hırtayına kadar korrupsiyanın içindedir. Bundan utanın. İlham Aliyev devletin başçısı, ülkenin prezidentidir. Sen bu devletin Senin suistifa dağlarına yol vermemelisin çağırın. Laya getir ona kadar çağırmışsan devletin başçısına bu kadar danışırsan. İki haftada seninle karacaktım. Aksacı. Adamlardan ben burada oturmak istemiyorum. Seni bırak benim gelsin buraya. Kerim olan içime bir gelsin. Թեժեր, բայց ված չէ լինի հասկանալ ինչի մասին են խոսում։ Դե ինչ պետք է լինի, քֆրտոցելի կոռուպցիա, ցեխլեցնոցի, կամպրամատներ։ Չէ, ինչ ես տենց ասում։ Արի ֆանտազիաների գիրկը չընկնենք ու հենց թարգմանությունը լսենք։ Հարգելի Տոֆիկ, ես իհարկե շատ եմ հարգում ձեր հետագիծը, սակայն որոշակի վերապահումներ ունեմ։ Ասացեք տեսնեմ բարեկամս, ինչն է ձեզ անհանգստացնում։ Այդ դուք ձեր տնտեսական ծրագրում ցիտում եք Ադամ Սմիթին։ Օ, Ադամ Սմիթ եք ցիտում։ Ժամանակակից տնտեսագիտության հայրն է։ Իմ սիրելի օպոնենտ, իսկ դուք գիտեք, ներողություն կոկորտս չորացավ։ Գուցե ծարավ եք։ Չի հրաժարվի ջրից։ Խնդրեմ։ Աչափ շնորհակալ եմ, բայց սա կարծես թե գազով է։ Անհոգ եղեք, ես հիմա կգնամ առանց գազ կբերեմ, իմ սիրելի բարեկամ։ Չհասկացա, այսով էր թարգմանել։ Մի րոպե դիսկի վրա կարծեմ գրած էր Ադրբեջանի ռոպագանդայի եւ շտկումների նախարարություն։ Ինձ թվում է աղավաղել են, որովհետեւ ես հստակ լսեցի, որ ասեց Իլհամ Ալիև կոռուպցիա։ Ուզում ես մի հատ լսենք այդ մասը։ Şahsen İlham Aliyev Գյոզալ պրեզիդենտլար։ Bunun farkı Մի վարքյան ինձ ասում են, որ ունենք իսկական թարգմանությունը։ Ես զգում եմ, չէ՞ որ մի բան այնչի։ Այո, գործընկերներ, թաքցնելու բան այլևս չկա։ Ես իրոք դիտել եմ Քիմ Կարդաշյանի այդ հայտնի վիդեոն ու ինձ դա դուր է եկել։ Դու երկրի դավաճան ես, քեզ պետք է աքսորել կամ գնդակահարել, կամ գնդակահարել հետո աքսորել։ Ախր գեղեցիկ կին է, ինչի իր մեջ քեզ դուր չի գալիս։ Տեսել ես տուտուզը։ Իրոք, հրաշալի տուտուզ ունի։ Ոնց կարելի է հային նայելու ասել, որ սիրուն է։ Դու դավաճանում ես մեր երկրի կանանց։ Որ սիրուն ասեմ սիրուն չի։ Հեսա շիշը կգա գանգիտ այդ տավար։ Լավ, կոմպրոմիս եմ առաջարկում։ Եկեք շուխուր տարածենք, իբր ինքը իրականում ադրբեջանցի է։ Այդ ուրիշ, որ ուզում ես կարում ես խելքը գլխին բաներ ասել։ Գնացինք տղեկ, մենք էլ նայենք այդ վիդեոն։ Չէ, այն տարբերակը ավելի լավն էր։ Հաստատ։ Լավ, արագ տեսնենք էլ ինչա կատարվում աշխարհում։ Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը արգելել է հաճախորդներին ներս մտնել, եթե իրենց մոտ զենք կա։ Ուզում եմ հստակեցնել, որ սա քաղաքական դիրք չէ։ Մենք ոչ կողմ ենք, ոչ էլ դեմ ենք զենք կրելուն։ Պարզապես ուզում ենք, որ հաճախորդները ավելի հանգիստ իրենց զգան մեր սրճարաններում։ Ասում են ակցիային պատրաստվում են միանալ նաև հայկական սրճարանները ու արգելել չափից դուրս շատ օծանելիք ցանած մարդկանց մուտքը։ Բայց ինչի դրա մեջ ինչ կա։ Դե ատրճանակը զենք, այդ օծանելիքը որ տենց լիտրերով իրանց վրա լցնում են, քիմիական զենք է, հիմա Ասադի օրը չընկնեն։ Իսկ Գերմանիայում անցան ընտրություններ եւ արդեն երրորդ անգամ կանցլեր ընտրվեց Անգելա Մերկելը։ Առաջին ռազմայնասիրականը միանում է շնորհավորանքներին, մեր դասից ֆանտաստիկն ենք ուղարկում, բայց երրորդ անգամ ո՞նց է տենց ստացվում։ Չլինի ինչ-որ մեկը կողքից օգնում է։ Այս հանրապետականները կուպոններ ունեին մասնակցելու, Էդուարդ Շարմազանովն, Նաիրա Կարապետյանը
ու ինչ որ արիացի կապուտաչի երիտասարդ։ Կարեն Ավակյանն է։ Չէ, տեսեք ինչքան լուրջ ու սոլիդ են շնորհավորում Մերկելին մեր պատվիրակները ու համեմատեք այս կողքի գերմանացու թեթև սոլիկության հետ։ Ասում եմ Կարեն Ավակյանն է։ Իդեպ այս նկարը դրեցինք մեր Facebook-յան էջում եւ խնդրեցինք վերնագրել այն։ Այժմ կարդանք լավագույն վերնագրերը, որ դուք ուղարկել եք։ Հաստատ Ավակյանն է։ Հա։ Հայաստանը գիտեք։ Դուդուկ։ Բաստուրմա։ Ծիրան։ Հենրիխ Միխիթարյան։ Յա, Հենրիխ Միխիթարյան։ Դե վերջ, արդեն կարամ Facebook-ում ֆրենդ ավելացնեմ, չէ։ Թույլ տվեք ձեզ Մերկել։ Բա որ լրիվ մեզ լսեիր 40-ի տեղը 70 կխփեիր։ Хочу передать привет моей учительнице по баяну и учителю по комбайну։ Իդեպ սենց առաջադրանքներ հիմա պարբերաբար տալու ենք, նենց որ հետևեք մեր Facebook-յան էջին։ Ինչպես գիտեն երկիր մոլորակի բոլոր հայերը, Շիրակից մինչև Մեղրի, ամեն տարի սեպտեմբերին Երևանում նշվում է Շտրուդելի օրը։ Հին ու բարի Շտրուդելի օրը։ Ողջույն, մենք հիմա գտնվում ենք Հանրապետության հրապարակում, որտեղ հին հայկական հեթանոսական ավանդույթի համաձայն ամեն տարի Մարիոթ հյուրանոցում պատրաստում են հսկայական շտրուդել։ Տարածաշրջանի ամենամեծ շտրուդելը։ Հա, ու մոռացա ասեմ, որ լրագրողներին անվճար բաժանելու են դրանից, դրա համար Սերգեյ այսօր մեր հետ կլինի։ Ինչին եք սպասում։ Հիմա սպասում ենք խոհարարը գա, որպեսզի դու համեմատես շտրուդելները։ Ինչի հետ ես համեմատելու։ Միշտ շտրուդելների հետ, որոնք ապագայում դեռ փորձելու եմ։ Բայց ես դուք այդ ավստրիացի խոհարարն եք, որը պատրաստել է շտրուդելը։ Ոչ։ Մեր փորձագետն ենք ուղղակի շտրուդելների եւ այսօր փորձելու է ու համեմատի մյուս շտրուդելների հետ ընդհանրապես։ Հենց որ պետքա համոզված եք, ինքը շատ բծախնդիր է ու շատ լուրջ մասնագետ։ Ես ուզում եմ տեսնել խոհարարին, գրկել նրան եւ պատճել նրա թուշը։ Եթե դա ոչ մի օրենք չի խախտում։ Չեք մտածում հաճախականացնեք, ավելի շատացնեք այս միջոցառումը, որտեղ Հայաստանի շտրուդելի գնահատողները մեզ չեն կարողանում ընդհանրապես ցույց տվեց իրականում, որ մենք մինչև 7:30 էինք տրամադրել, բայց ժամը 3-ին արդեն իսկ վերջացել է։ Փորձելու եք օրինակ ավանդույթ դարձնեք, որ չգիտեմ, օրինակ քաղաքից դուրս գնալուց ոչ թե բաստուրմա դրած խոզի մի ստանեն, այլ շտրուդել։ Այդ ինձ թվում է մի քիչ ավելի սուբյեկտիվ հարց, ամեն մարդ իրավունք ունի ինքը ընտրի ինչ ուզում հետը տանի։ Եթե չեմ շփոթվում, ավստրիական ավանդույթը ասում է между первым и вторым штруделем перерывчик небольшой, չէ՞։ Այդ առումով որտեղ է շտրուդելը։ Որքանով է շտրուդելը մոտ հայ մարդու հոգուն։ Որքանով որ հայ մարդու հոգին բաց է շտրուդելին ընդունելու։ Արդյոք այս շտրուդելի միջոցառումը փորձեր, վերջին փորձներ Հայաստանին դեպի Եվրոպա մոտեցնելու ու հեռացնելու մաքսային միությունից։ Այո, քանի որ մենք տեսնենք վաղվա համար այս պատրաստությունները, հա, բնականաբար սեպտեմբերի 21-ն է, մենք դրանից առաջ ընկնելով որոշեցինք սեպտեմբերի 19-ին անել։ Վերջապես եկավ անձամբ ինքը, շտրուդելների տիրակալը։ We want to thank you very much. Ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ շտրուդելի համար։ Սա լավագույն շտրուդելն էր, որ մենք երբևէ փորձել ենք։ Եվ որպես ավանդույթ ի փոխհատուցում շտրուդելի համար ես ուզում եմ ձեզ գրկել։ Hug you. Okay. Thank you very much. Դա լավագույն շտրուդելն էր, որ ես երբևէ փորձել էի։ Շատ շնորհակալություն, այն շատ լավն էր, շատ ուրախալի էր այն պատրաստելը։ Ինչ է ձեր անունը։ Ռոլֆ։ Ռոլֆ, պատրաստվում եք հաջորդ տարի նորից անել դա։ Okay, well, Հուսամ, մեր ամբողջ թիմը աշխատեց այս շտրուդելի վրա, շատ լավ էր։ Ես չեմ հարցնելու ձեր գաղտնիքների մասին, որովհետև դե գաղտնիքները պետք է մնան գաղտնիք։ Ուղղակի հուսով եմ, որ նորից կտեսնեմ ձեզ եւ հուսամ, որ մյուս տարվա շտրուդելը ել ավելի մեծ կլինի։ Անպայման կհանդիպենք հաջորդ տարի շտրուդել պատրաստելիս։ Ուրեմն սենց ժողովուրդ ջան, առաջին ռազմարանասիրականը հայտարարում է մրցույթ։ Առաջարկում ենք պատրաստել փոքրիկ վիդեոներ եւ ուղարկել մեզ։
Վիդեոների մեջ ներկայացրեք ձեր մունաթները, բողոքները կապված քաղաքական կամ ոչ միայն քաղաքական կարևոր խնդիրների հետ։ Այո, ամենահետաքրքիր տեսանյութերը մենք ստեղ ցույց կտանք ու դե կմեկնաբանենք։ Դրա համար ձայնագրեք ձեր մունաթը հեռախոսով, տեսախցիկով, հարթուկով, ինչով ուզում եք։ Տեղադրեք YouTube-ում եւ ուղարկեք մեր Facebook-յան էջին։ Եվ մի գրեք մեր հասցեն։ Պարզապես հիշեք այն 3w.facebook.com սենց թեգ գծիկ ARM Comedy։ Եթե ուղարկեք մոտակա 20 րոպեվա ընթացքում, ապա ոչ մի լրացուցիչ բան չեք ստանա, այնպես որ միշտ տապեք, իսկ առաջին ռազմայնասիրական այսօր այսքանն էր եւ վերջում դիտեք օրվա վիդեոբոցը այն մեր նոր քաղաքական գործի հետ։ Քաղաքական, այսպես ասած, տարբեր նկատառումները նաև արվեստագիտորեն կարող եմ իրականացնել, շատ հաճախ սիրում եմ թեկուզ ինչ-որ քաղաքական խաղեր տալ, երբեմն դա ինձ հաճույք է պատճառում, այո, դրանել եմ ընդունակ։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Do you know where that shark bites? Լսի, բայց այն Ռաֆի Հովհաննիսյանի նմանակը վերջն էր։ Դες քանի ոնքի ջոգեց որ նմանակն էր։ Նմանակը։ Նորմալ չէ, սա նա ինքն է։ Eu quero ver